դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Հին մեթոդով է Նիկոլ Փաշինյանը սկսել Գյումրիի ավականու արտահերթ ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավը։ Արդեն 7 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը նախընտրական շրջանում իր հիմնական ասելիքը ձևակերպում է այսպես ասած նախկիններից թալանածը հետ բերելու շուրջ։ 6 կուսակցություն եւ 3 դաշինք է առաջադրվել մարտի 30-ին կայանալիք Գյումրիի ավականու արտահերթ ընտրություններին։ ՔՊ-ի տեխնացուն նախկին падգամավոր Սարիկ Մինասյանն է, որը եղել է Էդմոն Մարուքյանի ղեկավարած Լուսավոր Հայաստան կուսակցությունից։ Տեղեկություններ են շրջանառվում նաև Սարիկ Մինասյանի նախկինում հանրապետական լինելու վերաբերյալ, ինչը ՔՊ-ից հերքում են։ Գյումրին 13 տարի ղեկավարած նախկին հանրապետական Վարդան Ղուկասյանն առաջադրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով։ Մեր քաղաքը դաշինքով առաջադրվել է պատիվ ունեմից падգամավոր նախկինում ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի ցուցակներով падգամավորի տեխնացու առաջադրված Մարտուն Գրիգորյանը։ Իմ հզոր համայնք կուսակցության ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ ընկերական կապեր ունեցող Ռուբեն Մխիթարյանը։ Արևմտամետ 3 ուժերի ձևավորած Եվրադաշինքը քաղաքապետի տեխնացու է առաջադրել ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին։ Ռոբերտ Քոչարյանի թիմակցի Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստան դաշինքն էլ առաջադրել է գործարար անկուսակցական Կարեն Սիմոնյանին։ Առաջադրվածների ցանկում են նաև Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը նախկին երկիչ Փաշինյանի աջակից Արտյոմ Թումանյանի առաջնորդությամբ եւ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է գործարար Արտյոմ Ղարաղազարյանը։ Դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին, որովհետև ես վերջին օրերը այս դիտանկյունից նայեցի եւ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Կիրակի օրը կուսակիցների հետ Գյումրի այցելած Նիկոլ Փաշինյանը չի հստակեցնում, թե ովքեր են պայքարում իր ձևակերպմամբ 350 միլիոն դոլարի ապօրինի ծագման գույքի համար։ Ֆակտոր TV-ին Գյումրիում առաջադրված տեխնացուներից փորձել է հասկանալ, թե որքանով են այս հայտարարություններն իրենց վերագրում։ Փաշինյանն իր ելույթում առաջադրված տեխնացուներից տվել էր միայն Վարդան Ղուկասյանի անունը։ Հիշեցնենք, Վարդան Ղուկասյանից ըստ դատախազության բռնագանձման է ենթակա 17 անշարժ գույք, 1 ավտոմեքենա եւ 223 միլիոն դրամ։ Ես ինչ ունեցվածք ունեմ, որ սեր աչքը տվել եք, ինչ ունեցվածք։ Արի գնա մտի բանկերը, գնա մտի ունեցվածքս այնտեղ գրանցված է, դիժկան պարկեն բանկերին։ 4 դաշտյանի վրա վնասված երկու չենք ունենք, ուրիշ ինչ ունենք։ Մեկ էլ է 17 տեղանոց հյուրանոց է, ինչ եք սխալվում է իրար։ Մենք այսօր բանկերի տակ ճռռում ենք, մեջի բերը համեմատում է միլիոնատերի հետ։ Վարկերի տակ ճռռալու մասին հայտարարող Վարդան Ղուկասյանը Փաշինյանի ելույթը ճնշում է համարում դատաիրավական համակարգի վրա։ Նա անեղսրտել է նաև Փաշինյանի իրեն ուղված դիմելաձևից։ Եթե ինքը նմանատիպ կարծիք է հայտնում ընդրություններից առաջ, ես միայն կարող եմ ասել, որ նա իր պաշտոնը չարաշահում է։ Եվ հետո մի քիչ դաստիարակության խնդիր կա, հասկանալի է, որ թեկուզ ես ընդդիմություն եմ, ինքը Վարդանիկով է խոսում ու կրկնվում է դոգի պահվածքը, որ ասենք ինչ-որ երկրորդ ձևով էլ դրան է նմանվում։ Միքայել Մինասյանի ընկեր Ռուբեն Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հիշում է Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Արուշանյանի կառավարությունում արված հայտարարությունը, թե Գյումրի ընտրությունները չի կարելի վերածել քաղաքական ընտրությունների։ Ընդդիմադիր տեխնացուն նկատում է Փաշինյանը ճիշտ հակառակն արեց, այժմ փաստեր է պահանջում։ Եթե տվյալ անձնավորությունը, որը հայտնի է օդում կախված լուրերով արտահայտությամբ իշխանության գալու, փաստ չներկայացրեց, որ Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր տեխնացուները ինչ որ առնչություն ունեն 300-ից 350 միլիոն դոլար աշխատանք, նա շարունակելու է մնալ կեղծիքի մանիպուլյացիայի եւ սրտի չգերազանցված չեմպիոն։ Մխիթարյանը կարծում է, որ Փաշինյանն այս հայտարարությամբ փորձում է փրկել ՔՊ-ի տեխնացուի վարկանիշը։
Տվյալ հանձնավորությունը ուղղակի հասկանում է, որ իրենց սարիկի վիճակը Գյումրիում լավ չի, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վիճակը Գյումրիում լավ չի, եւ եկել էր Գյումրիում ղժղժում էր, որպեսզի հեղափոխական կոդերով փորձեր արտնացներ արդեն անկում ապրող հեղափոխական էմոցիաները, չգիտեմ, ընտրազանգվածին։ Քոչարյանի թիմակից Անդրանիկ Թևանյանի ղեկավարած Մայր Հայաստան դաշինքի տեխնացու գործարար Կարեն Սիմոնյանը, որը պնդում է, թե բանվորությամբ է սկսել փող աշխատել, Փաշինյանի կուսակցության փլուզումն է կանխատեսում։ Իմ կարծիքով վարչապետի զգայարանները լավ է աշխատում եւ զգում է քաղաքացիական պայմանագրի մոդալուտ վախճանը, որը կարող է նաեւ սկիզբ տնվել հենց Գյումրի քաղաքից։ Ինչ վերաբերում է 300-350 միլիոնին, ընդհանրապես չեմ հասկանում ինչ կապ ունենք մենք, թե ես, թե մեր քաղաքական թիմը։ Մարտուն Գրիգորյանից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Եվրադաշինքի տեխնացու Լևոն Բարսեղյանը թեմային անդրադարձել է Facebook-յան գրառմամբ եւ նշել, որ Փաշինյանը ՔՊ-ի բոլոր մրցակիցներին, այդ թվում իրեն, թիրախավորել է ծանր մեղադրանքով։ Անկախ այն հանգամանքից, թե քանի տեխնացուի մասին է տեղյակ եղել Նիկոլ Փաշինյանը ելույթի պահին, անկախ այն հանգամանքից, թե ինչ ռետորաբանական հնարք է կամեցել կիրառել ու ինչ մտքի թռիչք է ունեցել այդ պահին, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են իր խորհրդատուները նման բան հայտարարելու համար, այդ հայտարարությունը իմ հասցեին զրպարտչական է, չնայած անվանական չէ։ Առնվազն տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ բացի մեր անձնական մոտավորապես 25-ամյա ծանոթությանը, վարչապետը պաշտոնի բերումով տիրապետում է ապօրինի գույքի եւ հարակցությունների մասին տեղեկություններին ու անհնար էր, որ չիմանար, որ իմ գույքերից որևէ մեկը չի քննվում որպես ապօրինի ծագման գույք։ Բացի այդ, վարչապետը տեղյակ է, թե ես եւ իմ ընտանիքը ինչպիսի զրկանքներ ու տառապանքներ ենք կրել իր նշած անձանց իշխանավարության տարիներին։ Այդովհանդերձ, գուցե ի նկատի ունենալով այլոց, նաեւ իմ մասին է խոսել այդ մարդկանց հետ կապակցվածություն մատնանշող նվաստացուցիչ ենթատեքստով։ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ելույթի ժամանակ անվանական անդրադարձել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ նրա ընտանիքին պատկանող ենթադրյալ ապօրինի գույքին։ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը Սև բերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով եւ պետք է վերադարձվի համայնքին։ Փաշինյանին արձագանքել է Միացյալ Նահանգներում գտնվող Բալասանյանը։ Նա նախ քրգործը համարել է շինծու, ապա ասել, որ իր բերդը պետականացնելու շանսեր չկան։ Ինչ վերաբերում է Սև բերդի ապօրինի լինելուն, խորհուրդ եմ տալիս նախքան մեղադրելը, անմեղության կանխավարկած խախտելը, քո ելույթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դեմ տրամադրելը, ստանալ ճիշտ տեղեկություններ։ Սև բերդ ամրոցը մեր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թե համայնքից, այնպես որ Սև բերդ ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի հատիկ առ հատիկի կոնտենտ եւ հայտնվել Range Rover-ի կողքին։ Փաշինյանի ելույթից մեկ օր անց վարչապետի խոսնակն ընդդիմադիր տեխնացուների մտահոգությունները որակեց ջղաձգումներ, այդպես էլ չմասնավորեցնելով, թե խոսքն ում մասին է։